Կարոտ փառատոնը շարունակվեց Պերճ Զեյթունցյանի ոտքի դատարան է գալիս ներկայացումով։ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի դահլիճը լեփլեցուն էր։ Ներկայացումը չափազանց յուրահատուկ։ Մոսկվայում գործող Սլավա Ստեփանյանի թատրոնի սաներին ընկերակցեցին ռուսական բեմի մի շարք անվանի վարպետներ՝ Իգոր Կաստալևսկի, Օլգա Կաբո, Ալեքսեյ Պետրենկո եւ նույնիսկ մեկ սիրիացի դերասան։ Եվ ստացվեց զարմանալիորեն ներդաշնակ։ Удивительно, что тема геноцида, раскрытая в этом спектакле, так повлияла на людей, что люди плачут. Это действительно сильный спектакль, и он будет иметь свое продолжение не только в Москве, он, скорее всего, будет, наверное, гастролироваться, по крайней мере, у него есть такие посылы. Мне стало грустно, мне стало больно, и, в общем-то, настоящая слеза сбежала по моим щекам. Так что, в общем, все очень трогательно. Я, конечно же, за то, чтобы никогда не повторялись такие горькие события, никогда и ни в какой стране. Что хочу сказать? Единственное, что играя эту роль, Թալիա Տապաշի, Կուզեմ նշել միայն, որ Թալիաթի դերը խաղալիս ես նրան չատեցի, ավելին խաղալով հասկանում ես, որ նա խղճուկ մեկն է, որ անելով չի գիտակցում իր կատարած ոճրի ողջ չափը, ցավոք այդպիսիք որպես տեսակ այսօր էլ կան։ Որպես արաբ, ծնունդով հոլանյան բարձունքից ես ավելի քան լավ եմ հասկանում կատարվածի իմաստը։ Շատ եմ լսել ցեղասպանության մասին իմ ազգականներից եւ շատ լավ գիտեմ պատմությունը։ Դերևս սա է պատճառը, որ բեմում իմ համագործակցությունը հայ եւ ռուս դերասանների հետ կայացավ։ Աշխարհի կեսաշրջելով շփվել եմ շատ հայերի հետ եւ այդ առումով բեմական համագործակցության խնդիրը ինքնին կարծես լուծված էր։ Ինչ մնում է խաղացված թեմային, 20-րդ դարաշրջին կատարվածը, այն աստիճան հակամարտկային է, որ դրա մասին մոռանալը կարելի է դիտել որպես հանցանքը շարունակելու փորձ։ Ոսկան Մամիկոնյան, Գագիկ Խոդիկյան, Հայլուր, Մոսկվա։